Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Սադրիչ գործողություն քարոզարշավի ընթացքում մեքենան մխրճվել է ընդդիմության քարոզարշավի մասնակիցների բազմության մեջ կան վիրավորներ։ Խուճապ կանխարգելում թե ճնշում, խուզարկություններ, կալանքներ, առգրավումներ, ինչ է կատարվում քարոզարշավի վերջին օրը։ Քվեից առաջ նոր սցենար, ԿԸՀ-ում պահանջում են չեղյալ համարել ուժեղ Հայաստանի գրանցումը։ Քաղաքական փոթորիկի ֆոնին ինչ են ցույց տալիս Գելափի արդյունքները, ով է առաջատար ընտրությունից մեկ օր առաջ։ Քիչ առաջ սադրիչ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ԲՀԿ խոսնակի Վետա Տոնոյանը հայտնել է, որ մեքենան մխրճվել է ընդդիմության քարոզարշավի մասնակիցների բազմության մեջ։ Տեսանյութը հրապարակել է Իշխանություն լրատվականը։ Ըստ Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցության անդամ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանի ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի անդամներից մի քանիսը։ Բոլորին տեղափոխել են հիվանդանոց։ Մեքենան քշում է մեր քարոզարշավի մասնակիցների վրա։ Քաղաքացիներից մեկն էլ որ այդ պահին մեքենայից իջել էր եւ վերցրել էր մեր բուկլետը, տեսնելով այդ իրավիճակը, ոնց որ մեքենայից իջնում է, որ պաշտպանի մերոնց, հենց այս ամենաշատ մարմնական վնասվածքներ ստացան այդ մարդը եւս մի քանիսը տեղափոխել ենք հիվանդանոց, աջակից ներկայացավ Նիկոլին Սատարող եւ Նիկոլին էլ համապատասխան Նիկոլին վայել կեցվածք դրսևորել։ Իսկ Հանրապետություն կուսակցության անդամները ուժեղ Հայաստանի մասնակցությունն ընտրությանը դադարեցնելու հարցով քիչ առաջ դիմում են ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Երեկ հեռուստաբանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչից ընդամենը ժամեր անց է Հանրապետություն կուսակցությունը հայտարարել, որ դիմելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով, պահանջելով քննել ուժեղ Հայաստան դաշինքի գրանցման հարցը։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը հայտնել է, որ իրենց գնահատմամբ ուժեղ Հայաստանի կողմից արձանագրվել են ընտրական օրենսգրքի մի շարք հնարավոր խախտումներ։ Պարզ ասած, ԿԸՀ-ում պահանջում են չեղյալ համարել ուժեղ Հայաստանի գրանցումը ընտրությանը։ Հնարավոր է արդյոք նման փոփոխություն ընտրությունից մեկ օր առաջ իրավական ինչ մեխանիզմներ են գործում նման դեպքերի համար, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Ընտրություններին նախորդող գլխավոր բանավեճին Նիկոլ Փաշինյանը գլխավոր եթերից պարզակնարկ արեց իշխանամետ Արամ Սարգսյանին դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի գրանցումները չեղարկելու համար։ Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով։ Դուք կարող եք դիմել ԿԸՀ, որովհետեւ երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են, վախեցան ընտրությունները հաղթեն, պարտվեն, իրանց մրցակիցներին հանեն։ Դուք ինչի՞ չեք դիմում ԿԸՀ։ Պարոն Սիմոնյան, դուք ինչի՞ չեք, որովհետեւ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է։ Դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում դուք եւ դուք որ ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկեն։ Փաստաբաններն ահազանգում են, վարչապետը ուղղորդում է իրավապահ մարմիններից ցանկացած քայլ, իսկ այդ ճանապարհին օգտագործում է բոլոր միջոցները։ Ավելին, քայլերը նախապես են պլանավորված։ Շղարշ են ստեղծում, որ իբր կեղծիքներ, ընտրակեղծիքներ են տեղի ունենում եւ երևի թե հենց նպատակը բացի այն, որ հեղինակազրկելն է, բացի այն, որ շատ անձանց ձերբակալելն էր, կալանավորելն էր, մեկուսացնելն էր, նաեւ ախի մթնոլորտ առաջացնել, նաեւ երևի թե հենց նպատակը կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով ինչ-որ քայլեր ձեռնարկելն է եւ դրա համար մենք երեք տեսանք, որ ուղիղ եթերում կարելի ասել պաս տրվեց, որպեսզի այդ գործընթաց սկսվի։ Փաշինյանի հրահանգը երկար սպասեցնել չտվեց։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը գրառմամբ տեղեկացնում է հնարավոր գործընթացների մասին։ Թիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը եւ հակակոռուպցիոն կոմիտեի ուժեղ Հայաստանի վերաբերյալ արված մի քանի տասնյակ բացահայտումները ԿԸՀ-ի համար արդյոք հիմք են դատարանին այդ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։ Օրենքի սահմանումը հետևյալն է. Արկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել եւ թույլ տրված խախտումները կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա հարց.
Համարում եք, որ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները իրենց ամբողջականության մեջ ստեղծում են այս հիմքը։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ընդգծում է, եթե նույնիսկ գրանցումից զրկելու հիմնավորում է ներկայացվում ընտրակաշառքի հետ կապված, հակակոռուպցիոնի ներկայացրած նյութերը բավականաչափ չեն գրանցումից զրկելու համար։ Ցանկացած հարուցված վարույթ միայն վարույթ է, որը կարող է ցանկացած պահին կարճվել։ Այսինքն դրանք օրինական ուժի մեջ մտած գործեր չեն, դատական ակտեր չեն, որոնք հիմնավոր լինեն։ Հիմա հազարավոր վարույթներ են հարուցել։ Ինչ են եղել այդ վարույթների ճակատագրերը։ Ստացվում է այնպես, որ պետության ամբողջ ռեպրեսիվ մեքենան կիրառվում է մի ուղղությամբ՝ ընդդիմադիրներին լռեցնելու։ Իսկ այն դեպքերը, որոնք իսկապես արժանի են քննության, անուշադրության են մատնված։ Ես հիմա հասկանում եմ, որ իր վիճակը այնքան անմխիթար էր, որ իրենք հիմա նման հայտարարություններ են տարածում, որովհետև հասկանում են, որ այլևս իրենք ավարտված են։ Ես հակված եմ այս վարկածին։ Իրավաբանական ողջամիտ տրամաբանություն փնտրել այս ամենի մեջ նույնիսկ անիմաստ է, կարծում է իրավաբանը։ Ամիսներ շարունակ մենք հանրայինի եթերում տեսել ենք նույն անձինք, որոնց անունները դուք տալիս եք, անընդհատ այս կետին, անընդհատ այս խնդրին անդրադարձել են, եւ կարծում եմ այս ցանկությունը վաղուց է եղել եւ մտադրված քայլերը արվել է, գուցե ընթացքում բան է փոխվել կամ չգիտեմ վերջի օրով ինչ որ ցայտնոտ է առաջացել, չգիտեմ, բայց այս ամենը արվում է նրա համար, որ մեկուսացնեն, որ հեղինակազրկեն, որտեվ զգում են, որ փողը երերում է կարծես թե իրենց ոտքերի տակ։ Ձերբակալությունների այս տեղատարափը անլուրջ եւ ապօրինի է, նշում են փաստաբանները։ Իսկ թե ինչու են իրավապահ մարմինները ընտրություններից ընդամենը օրեր առաջ հիշում տարբեր մարդկանց կալանավորելու մասին, պարզ է։ Ուզում են վախի մթնոլորտ ստեղծել։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն համաձայնություն է տվել Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածուներ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բուջոկյանի եւ Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունների։ Ինչպես ABC Media-ին տեղեկացրել են ԿԸՀ-ից, միջնորդությունը հանձնաժողով էր ուղարկել գլխավոր դատախազությունը, իսկ ԿԸՀ-ն տվել է օրենքով նախատեսված համաձայնությունը։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է եւ ամբողջ հանրապետությունում նորից խուզարկություններ, ձերբակալություններ ու քրեական գործեր են։ Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլև լրատվամիջոցները։ Քննչական գործողություններ են իրականացվել Արմաթ մեդիա լրատվական գործակալության խմբագրությունում։ Այս հասցեում Արմաթ մեդիայի խմբագրությունում առավել համակարգիչներ, գրիչներ եւ հեռախոսներ։ Այդ ինքով վերջել են բոլորի հեռախոսները, տարվել են Արմաթ մեդիայի Ներեցեք դուք Արմաթ մեդիայի լրագրող եք, կպատմեք։ Հեռախոսներից զատ ինչ եք արտադրել։ Այստեղ դեռ շարունակվում են, կարծես, քննչական գործողությունները։ Կասեք, իսկ ինչ վարույթի շրջանակում եք այս գործողությունները իրականացնում։ Ինչու եք այս ճանապարհով դուրս գալիս այստեղից։ Հարգելիս, դուք ինձ հետ ես տոնով չեք կարող խոսել։ Այո, սահմանափակված է առավոտյան, այստեղ ենք ստացվել։ Եկեք հարգելի գործընկերներ, Աղավնի Սուքասյան Ըստ խմբագրության քննիչները աշխատակիցներին թույլ չեն տվել դուրս գալ աշխատասենյակներից, իսկ խմբագրության բոլոր աշխատակիցների հեռախոսներն ու մի շարք համակարգիչներ առգրավել են։ Արմաթ մեդիայի խմբագիր Աղավնի Սուքասյանի փոխանցմամբ խմբագրություն են մուտք գործել ԱԱԾ ծառայողներ ներկայացած անձինք, որից հետո քննչական կոմիտեի ներկայացուցիչները դատարանի որոշման հիման վրա սկսել են խուզարկությունը։ Ըստ ներկայացված որոշման քննիչները որոնում են հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելուն, աշխատակիցների աշխատավարձներին եւ հավաքների կազմակերպման երթուղիներին վերաբերող տվյալներ։
Արգրավել են Արմատ մեդիայի բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ 11 հեռախոս, նույն ասելով ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում Արմատ մեդիայի խմբագրությունում արգրավել համակարգիչներ, կրիչներ եւ հեռախոսներ։ Այդ հիմքով վերցրել են բոլորի հեռախոսները, տարել են Արմատ մեդիայի երկու այստեղ իմ եւ Նելի համակարգիչները, ասելով, որ ինքը այս հասցեումը հետեւապես ենթակա է արգրավման։ Պատուհանով գնում են կողքի սենյակ, իրենք չուզեցան այստեղով դուրս գան, որովհետև լրատվամիջոցներ կան, պատուհանով գնում են կողքի սենյակ, Արմատ մեդիան այստեղ է եւ կողքի սենյակում, այնտեղ խուզարկություններ իրականացնելու համար։ Այո, եւ ուշագրավը գիտեք որն էր, որ դատարանի որոշում էին ինձ ներկայացրել, որտեղ գրված էր, որ Արմատ մեդիայի խմբագրությունում իրենք փնտրում են հավաքներին մասնակցելու, նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ։ Իրավապահների ուշադրության կենտրոնում այսօր նաև Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն է։ Քննչական կոմիտեն հայտնում է, թե Վարդան Ղուկասյանը այլ անձանց հետ միասին նախապատրաստել է իշխանության յուրացում։ Այդ հիմքով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ իշխանության յուրացման նախապատրաստության հատկանիշներով։ Առայժմ քննչական կոմիտեն չի հրապարակել, թե կոնկրետ ինչ գործողություններ կամ փաստական տվյալներ են ընկած մեղադրանքի հիմքում։ Առավոտյան ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Նիստը կմեկնարկի ժամեր անց հակակոռուպցիոն դատարանում։ Ընդդիմությունն այս գործընթացները քաղաքական ենթատեքստում է դիտարկում։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները կապված են թե ընտրության, թե հետընտրական զարգացումների նախապատրաստելու հետ։ Իշխանությունը շատ պարզ ձևով ասել է, որ ինքը ամեն ինչ անելու վերարտադրությունը ապահովելու համար կլինեն դրանք ճնշումներ, բռնություններ, կալանավորումներ, դա իրեն առհասարակ որևէ ձևով չի հետաքրքրում։ Իր համար կա նպատակ եւ ինչպես հայտնի խոսքն է ասում, այդ նպատակը հասնելու համար բնականաբար նաև այս տեսանկյունից որևէ բանի առաջ կանգ չի առնելու։ Շատ ակնհայտ է, որ այսօրվա առավոտյան այս իրադարձությունները եզակի չեն լինելու, ենթադրաբար քվեարկության մոտենալուն այդ տրամաբանության տակ բնականաբար սրանք շարունակվելու են։ Մենք ընդհանրապես խոսում ենք 1, 2, 3 դեպքից, բայց զուգահեռ անընդհատ այս 1 ժամվա ընթացքում լրահոսը ակտիվանում է եւ այդ ակտիվ լրահոսում բազմաթիվ մարդիկ կան, որոնք տարբեր պատճառաբանություններով ձերբակալում կամ կալանավորում են։ Ձերբակալությանն արձագանքել է նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա գնահատմամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացված գործողությունները քաղաքական շարժառիթ ունեն։ Իմ գործընկերոջ հետ զրույցում Մամիջանյանը հայտարարել է, որ բոլոր վերջին ձերբակալությունների հիմքում իշխանության քաղաքական հաշվարկներն են։ Ակնհայտ էր, որ հաշվի առնելով նաև Արմեն Աշոտյանի ակտիվությունը 3 իր եւ Էդվարդ Շարմազանովի լայվը հերթական ջղաձգումների դրսևորումն է, բոլոր այն մարդկանց համար, որոնք քննարկում են, թե ինչպես Փաշինյանը կկազմակերպի ընտրությունները արդեն կեղծվում են։ Եթե հիմնական քաղաքական դերակատարներից բոլորին այս կամ այն կերպ փորձում են ազատությունից զրկել, խոչընդոտել, ինչի մասին կարող ենք խոսել, իսկ Աշոտյանը Արմենի պարագայում սա արդեն անձնական վենդետա է, հանրապետականի փոխնախագահ հանց է կացրել գրեթե 2 տարի եւ անազատության մեջ, եւ տնային կալանքով, եւ ծանր սահմանափակումների տակ, բնականաբար դա չէր կարող կոտրել Արմեն Աշոտյանին, ինքը շարունակում էր իր ակտիվ գործունեությունը, ընդհուպ մինչեւ 3-4 գիշերվա եւ Շարմազանովի լայվի ընթացքում Պարզ է, որ այս ռեակցիան պիտի լինի Փաշինյանի մոտ, ուրիշ բան չկա։ Իսկ Արմեն Սահակյանի կալանավորումը ինչ մեղադրանք է առաջադրվել, սպասելի էր թե ոչ, եւ այս տարիների ընթացքում դուք էլ նշեցիք, որ հաճախ ժամանակ առ ժամանակ նոր քրեական գործեր, նոր ձերբակալություններ ու կալանավորումներ, բայց կարծեք որևէ մեղադրանք չի ապացուցվել, հա։ Բոլոր այլախոհների նկատմամբ ներառյալ Արմեն Սահակյանին էլի հանրապետականներ կան այս օրերին որոնց քաշքշում են, ձերբակալում եւ այլն, բոլորի դրդապատճառը նույնն է Փաշինյանի վախերը, ուրիշ որևէ բացատրություն չկա, անդադար այդ գործերը, նրանք, որոնք շատ շուտ են սկսել եւ հասնում են դատարան, քանդվում են տարբեր փուլերում, ել չեմ ասում, որ գործերի 90%-ի պարագայում մենք խոսում ենք նախա
դատական փուլում մարդկանց ազատությունից զրկելուց, այսինքն խափանման միջոցով որպես պատիժ կիրառելուց ու դա բոլոր միջազգային զեկույցներում առկա է։ Իսկ պարոն Աշոտյանի պարագայում եւս մեկ անգամ ասեմ, որ ԵԺԿ-ի հայտարարություն բանաձև կա ընդհանուր Հայաստանի քաղաքացիների եւ մասնավորապես անվանական նշելով Արմեն Աշոտյանին։ Այդ այն կառույցն է, որը Եվրոպայում իշխանությունն է, երկրների մեծամասնությունում եւ Եվրոպական խորհրդարանում մեծամասնություն է կազմում եւ որը ձգտում է Փաշինյանի իրակուսակցությամբ անդամակցել ամեն ինչ անում է դրա համար, այսինքն ինքը ուզում է անդամակցի մի կառույց, որը ճանաչում է, որ Հայաստանում կան քաղաքաբանտարկյալներ, որը ճանաչում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքաբանտարկյալ է։ ABC մեդիայի տեղեկություններով քննչական կոմիտեն որոշում է կայացրել նաև Գագիկ Խաչատրյանի, որդու Արտյոմ Խաչատրյանի, Բյուրսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, ՊԴ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի եւ Հարություն Թադևոսյանի ձերբակալման համար։ Մինչ քաղաքական ուժերը շարունակում են պայքարը դատարաններում, քննչական մարմիններում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունից առաջ հասարակական տրամադրությունները չափել են նաեւ սոցիոլոգները։ Գելափի հայաստանյան գրասենյակն այսօր հրապարակել է նախընտրական հերթական հարցման արդյունքները։ Եվ եթե ընտրությունը կայանա առաջիկա կիրակի, ապա հարցվածների պատասխաններով քաղաքական ուժերը կստանան հետեւյալ արդյունքները։ 32.4% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք նշել են 16.4%, Հայաստան կուսակցությունների դաշինք 15.2%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 8.8%, Միասնության թևեր կուսակցություն նշել է 6.2%։ Սա կուսակցություններ են, որոնք ըստ մեր արձանագրած ցուցանիշների արդեն հիմա ըստ մեր ռեսպոնդենտների անցնելու են պարլամենտ, բայց մենք ունենք նաև Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 3.2% եւ Լուսավոր Հայաստան կուսակցություն 3.1%, այս երկու կուսակցությունները եւս ունեն պոտենցիալ անցնելու պարլամենտ։ Նոր ուժ ռեֆորմիստների կուսակցությունը նշել է 2.1%, բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն նշել է 2%, Հանրապետություն կուսակցություն նշել է 1.5%, Հայ ազգային կոնգրես կուսակցություն նշել է 0.3%, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների կուսակցություն 0.2%, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 0.1%, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 0.1%, Քոչարի ազգային վերացում եւ ազգային զարթոն կուսակցություն 0.1%, Ազգային ժողովրդավարական բևեր համահայկական կուսակցություն 0.1% եւ հրաժարվել են պատասխանել այս հարցին 4.2% եւ դժվարացել են պատասխանել 2.1%։ Սակայն ընտրությունից ժամեր առաջ հարցը միայն այն չէ, թե ով կհաղթի կամ քանի տոկոս կհավաքի։ Ոչ պակաս կարևոր է մեկ այլ հարց՝ ինչ երկիր եւ ինչ խնդիրներ է ստանալու այն քաղաքական ուժը, որը կձևավորի հաջորդ կառավարությունը։ Վերջին 8 տարիներին Հայաստանը բախվել է պատերազմների, տարածքային կորուստների, արտաքին քաղաքական վերադասավորումների, Արցախի կորուստի, ժողովրդագրական եւ սոցիալական խնդիրների խորացման։ Այս ամենը կուտակվել է մեկ մեծ քաղաքական ու պետական օրակարգի մեջ, որը վաղ թե ուշ պետք է լուծի հաջորդ իշխանությունը։ Ինչ ժառանգություն է թողնում գործող կառավարությունը եւ որ խնդիրներն են արդեն այսօր ձևավորում վաղվա իշխանության անխուսափելի օրակարգը տեսանյութում։ Ժառանգությունը սովորաբար լինում է սպասված ու ցանկալի, բայց ըստ որոշ կարծիքների Հայաստանում Նիկոլ Փաշինյանի փոխանցած իշխանությունը մաթեմատիկական բարդ հավասարում է լինելու հաջորդների համար։ Ինչ թղթապանակ է ժառանգելու հաջորդ իշխանությունը եւ որն է ըստ մասնագետների դառնալու հաջորդ իշխանության օրակարգը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեզ շատ մեծ վտանգներ է սպասում ու ես ունեմ ներքին համոզմունք, որ մենք մեծ պատերազմի ենք հանդիպելու ու մեծ արհավիկներ են սպասում, որտեղ մենք ձեռք ենք բերելու անմիջապես երկու խոշորագույն թշնամիներ, դա Ռուսաստանն են եւ Պարսկաստանը։ Անվտանգություն 2021-ից 26 թվականներին Ադրբեջանը Հայաստանի տարածքում վերահսկողություն է հաստատել մոտ 241 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որը համարժեք է գրեթե Երևանի եւ Աբովյանի ընդհանուր մակերեսին։ Ջերմուկ, Վարդենի, Սոտք, Ներքինհանդ եւ այլ ուղություններով Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, խոսքը ավելի քան 20 հատվածի մասին է։ Ապագա իշխանության առաջին եւ ամենածանր ժառանգությունը հենց անվտանգային այս իրավիճակն է, որը ձևավորվել է 2021-ից 23 թվականների ռազմական էսկալացիայի հետևանքով եւ որի ամենաողբերգական հետևանքը Արցախի հայաթափումն էր։ Թղթապանակ 2. Արտաքին քաղաքականություն։
Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը դարձել է իշխանության արտաքին քաղաքականության ամենախոր բախման կետերից մեկը։ 2021 եւ 22 թվականներին Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումների фоնին Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, сакայն արձագանք չստացավ։ Не можем сказать, что организация реагировала так, как ожидала Республика Армения. Դրանից հետո Հայաստանը աստիճանաբար սառեցրեց հարաբերությունները նախ ՀԱՊԿ-ի, ապա Ռուսաստանի հետ եւ սկսեց փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Այս գործընթացի հետևանքով ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ արտաքին քաղաքական հավասարակշռությունը խախտված է, իսկ երկրի անվտանգային խնդիրները չլուծված։ Թղթապանակ 3 Արցախ 2023-ին ավելի քան 100,000 արցախցի բռնի տեղահանվեց եւ տեղափոխվեց Հայաստան։ Նրանց զգալի մասը մինչեւ այսօր կանգնած է բնակարանային, սոցիալական եւ իրավական խնդիրների առջեւ, ներառյալ քաղաքացիության եւ ընտրական իրավունքի հարցերը։ Սակայն խնդիրը միայն սոցիալական չէ։ Գործող իշխանությունը խորացրել է բաժանարար գծերն ու հայաստանցի արցախցի տարանջատումը։ Այդ տատան! Ինչի՞և կենթանի։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Այո, պատասխանատվություն է անհրաժեշտ սահմանել ներազգային թշնամանքի, ներազգային ատելության քարոզի համար։ Հա, օրինակ նույն արցախցի, սյունեցի, սասունցի, մշեցի եւ այլն, այս հակադրության համար։ Թղթապանակ 4 Սոցիալական Սահմանամերձ համայնքներից բնակչության արտահոսքը շարունակվում է։ Վերջին տարիներին միայն Սյունիքի մարզը լքել է մոտ 20,000 մարդ, գյուղական համայնքներում դատարկման գործընթացը արագացել է։ Տեղացիներն իրենք են արձանագրում 8 տարի ղեկի նստած իշխանությունը, սակայն չնայած մեծ խոստումներին այդպես էլ չկարողացավ գյուղում պահել սահմանը պահող գյուղացուն։ Ամենից ակնառու օրինակը դպրոցների փակումն է։ Օպտիմալացման ծրագրով, որոնք եւս լրացուցիչ խթան է գյուղը դատարկելու համար։ Սոցիալական վիճակը արտացոլվում է նաեւ ժողովրդագրական տվյալներում։ 2025 թվականին ծնելիությունը 2018-ի համեմատ նվազել է մոտ 12%-ով, մոտ 4,000-ով պակաս ծնունդներով։ Իհարկե ժառանգություն է ստանալու անդիմությունը, եթե տեղի ունենա իշխանափոխություն, բայց ամենակարևորը հաշվարկված, մտածված, իրատեսական քաղաքականություն վարելն է, թե ներքին ոլորտում, թե արտաքին ասպարեզում։ Ժամանակը իհարկե մեր դեմ է աշխատում, բայց ես կարծում եմ, որ մենք փոքր երկիր ենք, աղանդաշատ ժողովուրդ ենք եւ համատեղ մենք կարողանանք շատ արագ լուծել եւ սոցիալական խնդիրները, եւ տնտեսական խնդիրները, եւ դերքին պարակտումները կվերացնենք եւ նաեւ կհաղթարենք դրժագույն արտաքին մարտահրավերները։ Թղթապանակները կարելի է երկար թերթել տնտեսությունից մինչև ներքին ու արտաքին անվտանգություն, առողջապահությունից մինչև մշակույթ, կրթություն եւ եկեղեցի։ Վերջին տարիներին խնդիրների շրջանակը ընդլայնվել է գրեթե բոլոր ուղղություններով։ Այս իշխանության օրոք փոխվել են նաեւ կրթական ու պատմական ընկալումները։ Հայոց պատմության դասընթացը վերանվանվել է Հայաստանի պատմություն։ Կրթական ծրագրերից դուրս է եկել հայոց եկեղեցու պատմություն առարկան, լարվել են պետություն եկեղեցի հարաբերությունները։ Այսօր եկեղեցին ենք անտարբերության մատներ շատերը մարդկանց դեպի հայրենիքը մարդը սոխով խորոված են ընդամենը ուզում ուտել ու դրանով երջանիկ լինել։ Մենք բարոյականության խնդիր ունենք։ Բարոյականությունը մի օրում չես կարող ես սոխով խորոված մի կեր հայրենիքիդ համար պաշտպան կանգնի։ Ոչ։ Կամ նույնիսկ այդ թեզ ես 1000 ներողություն, որ դու պետք է զոհվես քո հայրենիքի համար, որպեսզի նշանակություն ունենա քո ապրած կյանքը։ Միևնույն ժամանակ հանրային ու քաղաքական դիսկուրսում խորացել են նաև այնպիսի բարդ թեմաներ, որոնք վերաբերում են ազգային հիշողության եւ պատմական ընկալումների վերաիմաստավորմանը, ներառյալ հայոց ցեղասպանության, բիբլիական Մասիսի եւ Արցախի հարցերի շուրջ ձևավորված խոսույթները։ Եվ վերջում դիտենք իրական Հայաստան առանց ֆիլտրի հաղորդաշարի հերթական թողարկումը Լոռու մարզից, իսկ այժմ լրահոսն այսքանն շարունակեք հետևել մեր հրապարակումներին, մենք աշխատում ենք արտակարգ ռեժիմով։ Բարելույս հարգելի հետևորդներ, սիրելի ընկերներ, շարունակում ենք իրական Հայաստան առանց ֆիլտրի մեր նախագծի շարունակությունը, հիշում եք սկսեցինք Տեղ գյուղից, Սյունիքի մարզ, հետո եկանք Վայոց ձոր, այսօր գնում եմ Լոռու մարզ, հիշում եք գոտիավորել էի Հայաստանը իր բոլոր խնդիրներով, անվտանգայինից սկսած մինչև սոցիալ-տնտեսական, հիմա գնում ենք սոցիալ-տնտեսականի հետևից գնում ենք Հայաստանի ամենահրաշագեղ բնությամբ պատված տարածք Լոռու մարզ, ի տարբերություն անցած անգամվա ինձ հետ գալիս են Genesis Armenia-ի
մեր ընկերները մարդիկ, որոնք երկար ժամանակ Հայաստանի եւ դիվանագիտական եւ տնտեսական եւ տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեն։ Հիմա ուզում եմ պարզապես ծանոթացնեմ իրենց հետ, որովհետեւ ամբողջ ճանապարհին ինձ ուղեկցելու են եւ այսօր ամբողջ օր ինձ հետ են լինելու։ Տարոն ջան, հա, մոռացա ասեմ, Տարոնը հավատարիմ օպերատորը ինձ հետ է, Վահենա Դարփինյան, Վահին բոլորը կճանաչեն եւ Սրբազան պայքարի շրջանակից եւ տարբեր վերջի մի քանի տարվա ընթացքում շատ ակտիվ հասարակական կազմակերպությունը, գործունեությունը իրականացրել։ Վայ ջան, ո՞նց է տրամադրությունը։ Մարտական, չէ, գնալու ենք, շատ լավ որ անցկացնենք, Վահեն Genesis Armenia-ից է, իմ ընկերն է, եւ Արսեն Գասպարյանը, որը Հայաստանի պատմության մեջ կդժվարանամ եւս 5 հոգու թվարկել մի ձերքի մատների վրա, որ այդքան մեծ գիտական եւ դիվանագիտական միտք եւ աշխատանք է մատուցել իր երկրին, որպես ծառայություն Արսենի Genesis Armenia-ի ծրագրի ղեկավարն է, իմ ընկերն է, այստեղում հաստատ կճանաչեք, արդեն մեծացել է, բոյովացել է, մի քիչ հասակա քաշել, Գևարի Գևորգը տղաս է, արդեն հասակով անցել է, ինձ հետ գալիս է, մեկ էլ Արսենի տղան է գալիս, Արսեն, արի։ Արսենի տղայի անունն էլ է Արսեն։ Ահա, Արսեն ջան, արի տեսնեմ, այս երկու տղերքը, որոնք դպրոցական են եւ բավական լուրջ հաջողություններ են հասել դպրոցում, մասնագիտական առարկաներում։ Հիմա գնում ենք այս տղերքի հետ, իրանց ստանում ենք, որ մարզի իրանց հասակակիցների հետ շփեն, իրանց ընկերների, աղջիկների հետ շփեն, գիտելիք փոխանակեն, գիտելիք կիսեն, զրուցեն իրենց խնդիրներին հաղորդակից լինեն, չէ՞ տղերք։ Նորմալ գնանք շփենք, չէ՞, ու գիշերն էլ լավ խարույկ ենք վառում, նստենք զրուցենք իրենց հետ։ Լավ ժամանակ անցկացնենք, թեթում ենք։ Պատրաստ եք։ Լավ տրամադրություն կա, բարձր է տրամադրություն, դե գնացինք։ Անցեք մեքենաները, գնացինք։ Սա Դիլիջանի թունելով մտնելու ենք քաղաք, Գյալետովը, Լերմոնտովը այդ կողմերով, Մանազով, շատ հրաշալի բնություն է բնականաբար այդ կողմերը, բալավանդես կառնանա, անձրևն էլ որ գալիս է, ցողերը ամբողջությամբ դրած է կանաչի վրա, այդտեղ մի բար կիջնենք այդ բույրը ոտը կառնենք, հրաշալի է բնության այդ հատվածը, բայց մեկ հատ սուրտ է ժողովուրդ Դրա համար որպեսզի մի բան լինի, ընդհանրապես կենտրոնություններ գնանք։ Չէ, գնալ է։ Արսենը նարդիով էսա տեսնենք ինչ է անում։ Էս, ահա։ Էս թագուին է, չէ, էսա թագուին։ Ահա։ Լրի։ Ես էլ էս մեկն է, հա։ Հազարի ջան, սպասենք, խաղաս։ Բամի այստեղ իրան թողամ տեղ։ Դուք չեք կարողանում խաղալ։ Կարի խաղալ։ Գնացինք։
Դե լավ այս չես գնաց։ Ձերը։ Գնացեք։ Ուրեմն լավ է, ճիշտ է։ Ես մինչև Մաքորի գնացել եմ, դրանից այն կողմ էլի գյուղեր կան, կարող է այդ կողմերը զրվենք գնանք, ինչպես ասում է։ Բայց աստեղ մարդ կա, մոտենանք մետ հարցնենք, էլի, իրեն։ Ես Ջենես Սարվանյա-Ողեղային կենտրոնն եմ ներկայացնում, եկել եմ մի նախագծով, որը կոչվում է Իրական Հայաստան առանց ֆիլտրի, ներկայացնում եմ մեր երկիրը ինչպիսին որ կա։ Եկել եք տարվա ամենալավ եղանակին, ամենալավ սեզոնին։ Ու շատ կոլորիտային լավ բնակավայր եք եկել Ալավերդին։ Բայց ես կառաջարկեմ հյուրընկալելու համար գնանք Կաճաճկուտ, ինձ ծննդավայր Կաճաճկուտ։ Կաճաճկուտ։ Այդ ամենավերջի գյուղն է, թե Հայրամասային գյուղ է ու կարելի ասել ամենավերջի գյուղն է։ Հա, Իրանից են կողմ այլ գյուղական բնակավայր չկա, ինքը արդեն սահմանակից այլ բնակավայրերի գյուղ։ Ես Աքորին գիտեմ վերջինը, բայց փաստորեն Աքորից վեր է։ Աքորիով անցնում ենք, գնում ենք Կաճաճկուտը վերջի գյուղն է։ Ձեզ ինչպես դիմեմ ես։ Ռոման, շատ հաճելի է Ռոման ջան, շատ շնորհակալ եմ ճիշտ ասած, բայց մենք մի 6-7 հոգով ենք, այդքան հնարավորություն կա մեզ ընդունելու։ Կա, հա։ Բայց ես հետաքրքիր օրտի անցկացնենք այստեղ, որովհետև մեր օրակարգը բավական հետաքրքիր է։ Շատ հագեցած օրակարգ, հա։ Շատ հետաքրքիր օր կանցկացնենք, իսկ սկզբում Կաճաճկուտը այդ առումով ավելի հարմար է։ Տատին 5 զավակ ունի, տենց կյանքի ապրեք շատ։ Տենց կյանքը ամենքին մի ուղղությամբ է տարել։ Փոքր տղան Ռուսաստանում է, մի աղջիկը Վրաստանում է ապրում, մի աղջիկը ստեղ Սանային կարան, ես այդ սեհնդից եմ։ Դուք Ալավերդի եք աշխատում փաստորեն։ Ես ապրում եմ Սանայի այս թաղամասում։ Թաղամասում եք։ Բայց ծնունդով ես ապրել եմ, ծնվել եմ Կաճաճկուտում, ապրել եմ 8-րդ դասարան 8-ամյա դպրոցում։ Ահա։ Դասի եմ գնացել, 8-ամյա կրթություն ստացել եմ, հետո հորեղբայրս ստեղ էր ապրում։ Հորեղբայրս ապրում էր Սանային կարանում։ Տեղափոխվել եմ իր տուն, իր տնից 2 տարի դասի եմ գնացել, հետո պապայիս համար այստեղ գործ ենք թե բարեկամներիս միջոցով, այստեղ կայարանն է երկաթուղու ու ինքը այստեղ աշխատանքի անցել որպես մեքենավարի օգնական։ Բարև ձեզ։ Ու արդեն, որ արդեն պապան գործ ուներ, ես էլ ավարտել էի, հետո պետք էր էլի քոլեջ կամ համալսարան սովորել, որոշեցինք չգնանք գյուղ։ Հա։ Մերոնք եկան։ Մենք տուն առանք, տեղափոխվեցինք ամբողջ ընտանիքով, մնացինք Սանային կարանը։ Հետո ես քոլեջը ավարտեցի Սարահարթում, հետո Երևանում ինստիտուտ ավարտեցի, ու տենց մնացինք Սանային կարանց։ Ես կարող եմ պայմանականությունները մի կողմ թողնելու համար հոգնակիով չխոսենք, եզակիով խոսենք։ Ու լիահույս եմ, որ այսօր մենք կհարազատանանք եւ կկարողանանք իսկապես։ Շատ բարի։ Տարոն ինչ անենք։ Ռոմանի հետ բարձրանանք, տեսնենք ինչ վիճակ է, ինչ վիճակ չէ, թե խնդիրները քարտեզագրենք ու մասնակիցը դառնանք իրենց առօրյային, իրենց կենցաղին ամբողջությամբ։ Գնացինք Ռոման ջան։ Գնացինք։ Այս ճամփեքը ասես միշտ փորձ ա եղել, այս բանից հետո, հա։ Ջրհեղեղից հետո ասենց ավելի վնասվեց, հետո ջուր ու հոսանք են քաշել ու ասենց մնաց։ Դեռ սպասում ենք էլի որ
մի օր կվերականգնվի այս ճանապարհը։ Շատ դժեցիկ։ Շատ լավ հիշում եմ 2 տարի առաջ այս օրերին էր։ Իսկապես ողբերգական վիճակում էր, էլի, ժողովուրդը, բայց բրավո մեր ժողովրդին, որ Երևանից բոլոր տեղերից հասան ու Այս ջրավազան փողոցն է, ճիշտ ասած, այս փողոցը ամեն տարի, ամեն ընտրությունից առաջ, այսինքն 19 թվականին, 21-ին, 22-ին էլ տեղական ընտրությունների ժամանակ եկել են սիրուն նախագիծը արդեն արված է, շինարարը հեսա մի քանի օրից կմտնի փողոց, ընտրությունները անցել է, շինարարը տենց էլ չի մտել։ Հիմի այս գալիք ընտրություններից էլի առաջ, էլի նման խոստումներով անցնում են թաղամասերով, գյուղերով, որ շինարարը շաբաթներ անց կմտնի արդեն կսկսի իր շինարարությունը։ Ու ունենք էլի նույն պատկերը, մենք էլ մեր հայաքվեի խմբով վերջերս եղանք Ստեփանավանի ու մեր Արավերդու տարեցների։ Դուք հայաքվեից եք։ Հա, ես հայաքվեից եմ, հա, հայաքվե խորհրդի անդամ եմ։ Այ Բաշուտ ասել, ես հայաքվեում լիքը ընկերներ ունեմ։ Հա։ Իրար հետ ճանապարհ ենք անցել, ամենք ոնց չենք հանդիպել այս սրբազան շարժման շրջանակում։ Ես ակտիվ եմ եղել սրբազան շարժման ժամանակ։ Քայլել եմ մինչև Կիրանցից Երևան։ Իմ այսպես ասեմ, ուսանողական առաջի տարիներից ընկերը 26-27 տարվա իմ ընկերը Մենուան Մոնյան։ Հա, Մենուան մեր ոնց չէ, Մենուան մեր շատ հարազատ ընկերն է, ասեմ ավելին, հիմա մենք ուր որ գնում ենք Սոֆիկ տատի տուն, Մենուան Սոֆիկ տատի տանը հյուրընկալվել է նաև, մենք շատ սիրուն ժամանակ ենք անցկացրել Սոֆիկ տատի այդ բացօթյա տաղավարում կարելի ասել։ Մենուա Ռոման ջան ձայն չանես, էլի։ Ուղղակի ուզում եմ ճիշտ եմ ինքս վրա, թե չէ։ Բարև Մենու։ Բարև հազար բարի, աղբեր ջան։ Լորվա բարբարով քեզ Մենու են ասում, չէ՞, Մենուա չեն ասում։ Ոնց է Սողոմոնյան։ Բարբարա, չէ, դու ուղղակի հարազատներն են տենց ասում։ Դե հիմա լավ, ես չգիտեմ, հիմա հարազատ չեմ, այդ չի հարցը։ Մեքենայի մեջ էր հիշեցի քեզ պարզապես։ Ոնց են տնեցիք լետ ասա։ Հա, ես քեզ միշտ եմ հիշում։ Լավ, ցավը տանեմ, դու ոնց եք, աղբեր ջան, ամեն ինչ լավ է, նորմալ է։ Տնեցիք լավ են, նորմալ է ամեն ինչ։ Ասի Երևան կենտրոն տեղ եմ, եթե հավես ունենայր, գար միած սուրճ խմենք իրար հետ։ Երկու բան կար խոսալ։ Չէ, Երևան կարող է վաղը գամ, չգիտեմ, այսօր։ Լորի կարող է գյուղ ես գնացել, այդ տղա։ Չէ, հələ Վանաձորում եմ, ես Վանաձորում եմ։ Հասկացա։ Ինչ կա։ Հեչ, ասում եմ հատ կոֆե խմեմ, լավ, երբ կվերադառնաս Երևան։ Երևան կվերադառնամ վաղը։ Վաղը։ Ուրեմն վաղը առիթ լինի կզանգեմ քեզ մի հատ հանդիպենք։ Սիրով։ Դե բարևներ։ Կապի մեջ։ Տենտ կաց։ Ռոման, ստղա։ Ոնց անենք։ Դե շատ լավ է, կկանչենք, Իրանը կհրավիրենք։ Ոնց եք։ Ինչ եք անում բա։ Քուր աղբեր եք։ Անունդ ի՞նչ է։ Ակո անունը։ Այ Ազնիվ ջան, ես ինձ սիրուն բալիկ ես տեղ։ Ինձ սիրուն աչքեր ունես։ Որ դասարան ես սովորում դու։ Առաջի արձանը ես էլ 5-րդ։ Ինքը առաջին, դու 5-րդ։ Լավ եք սովորում։
Բայց հիմա արձակուրդ է, չէ։ Վայելում եք։ Ինչ եք անում ամբողջ օրը։ Խաղում եք։ Ինչ եք խաղում։ Տապանուտի։ Էլ։ Ատիվանքշում։ Այ ցանիվ ես քշում։ Այսօր եք գնում։ Ձեր տուն եք գնում, դե ձեզ բարի ժամանց։ Ինչ համով երեխայեր։ Բայց sense շադրությամբ հետևում էր։ Մենք շարունակում ենք, չէ՞, ուղիղ։ Չէ, մենք հասել ենք։ Հասել եք։ Էսա։ Տատի բան կանենք, որ երկու ավտոներ տեղավորվի։ Այս ճամփիներ կանգնի, մենք հետո ավտոները կտեղավորենք։ Այստեղ կանգնենք։ Ծանոթացեք Աբրահամի հետ։ Դուք քերին եք։ Բարև տատի ջան։ Իմ անունը Աբրահամ է։ Ուրախ ենք։ Մենք այսօր եկել ենք Ռոմանին պատահական հանդիպեցինք Ալավերդիում։ Մեզ ասեց, որ ինքը այս գյուղից է, մենք Ալավերդի պիտի մնայինք, մի նախագիծ ենք իրականացնում, մեր հայրենակիցներից ցանկացածի դուռը ծեծում ենք, ասում ենք մի ամբողջ օր հետդ ենք անցկացնելու, այգում օգնելու, չգիտեմ, զրուցելու, այս անելու, այդ անելու, Ռոմանը մեզ առաջարկեց, ասեց, որ բարձրանանք, մենք շքախմբով ենք եկել, իմ երեխեքին էլ եմ բերել, իմ ընկերներին էլ եմ բերել, եկել ենք։ Լավ եք արել, շատ լավ եք արել։ Մեզ կընդունեք, չէ, տատի ջան։ Մենուա ջան, ողջույն, ո՞նց ես։ Հազար բարի, լավ, Ռոման ջան, դու ո՞նց ես։ Լավ, ապրես։ Մենուա ջան, ինձ հետարքի է դու կարողա լոռու կողմերն ես։ Հա, Վանաձոր է, մոխտի ջան հենց։ Վանաձոր ես։ Քեզ որ հրավիր ենք Կաճաշկուտ, կգաս։ Վանաձորից Կաճաշկուտ կգաս։ Մի փոքր գործ ունեմ, հեսա վերջացնեմ, երևի մոտ մի ժամ ու կեսի գործ է, Ռոման ջան։ Այդ ժամանակ, ինչ կա բա, ինչ բան է։ Նայ, ես մի Կաճաշկուտ եմ։ Մենք այս Սոֆիկ տատի մոտ ենք։ Դու եթե կհիշես, մենք ստե արդեն եղել ենք։ Մի անգամ հաց ենք կերի արքուի հետ։ Ու ուզում նույնը կրկնենք։ Հա։ Եթե դեմ ես։ Շատ լավ, մեծ սիրով։ Մեկ էլ պետք է խնդրեմ Սանահինից աղջկաս հետդ բերես, Անահիտին քո հետ բերես, Մենուա ջան։ Սիրով, ախպեր ջան, սիրով ցավդ տալեմ։ Ուղղակի մի ժամից մոտավորապես ժամ ու կեսից կարամ դուրս գամ, նորմալ է։ Խնդիր։ Քանի թոռ ունես տատի։ Շատ ունեմ։ Ինչքան։ Շատ ինչքան։ 10 պլյուս է, 10 անց է։ Աստված բայր։ 20 հատ տերմին պակսեց։ Ին որ լեմինական անալիներ, ավետերսյանների։ Ահա, հա։ Նույն հարսը իմ աղթու։ Բայ։ Դեմիակոյի ոչ կողի։ 2016 թիվ։ 15։ 15։ Ինչ է։ Կարծեմ 16, 15 թե 16 է, 15։ Հա, ես հիշում եմ այն վերջ երեխեն, որ մնացել էր, այն ամբողջ երկիրը լաց էր լինում ու սրտատրոփ էսպես սպասում էր, որ երեխու սրտի զարկերը շարունակվեն, բայց ես այդ ժամանակ եթերում էի, հիշում եմ, մի պահ եկավ, որ դե 3 օր, եթե չեմ սխալվում, հունվարի 13-ին էր։ Հա, 5 նոր տարում, 5 նոր տարվա օրն էր։ Տոնածառը դեր սարքած։ 5 նոր տարուն էր, ես եթերում էի, հիշում եմ, 12-ին երևի, 13 մինչև 14-ը սպասում էինք փոքրի ռեանիմացիանում էր, որովհետև ես մենակ եմ հիշում, որ եթերում էի, ուղիղ եթերում էի, իմ ականջի մեջ ռեժիսորը ասաց, որ բան եմ ասելու, չխառնվես, այդ լարված պատկերացրեք տագնապի մեջ ինչ վիճակում էինք, այսպես ասաց, որ երեխեն մահացել է ու սենց որ եթերում ես չգիտեմ ինչ ոնց զսպեցի ինձ, չկարողացա էլ զսպել։ Աստորեն քո թորն ա եղել, նողորմի իրան։
Ռոման ջան, նայ օրինակ ընդհանուր այս վախի մթնոլորտի մասին խոսում ենք, սովորաբար որ երկրներին դա բնորոշ, որոնք ունեն ավտորիտար ավանդույթներ եւ ավտորիտար պրակտիկա, այսինքն մենք տարբեր մարզերով շրջում ենք ման ենք գալիս, մարդկանց պետք գիտես ինչ բան նստված կա, ինչ որ քիչ առաջ ասում էիր, ասում ես ոչինչ ջանդամ ասում, երեխեքիս թորներից չկապեմ, որտեղ գիտեն, եթե մեկը փոքր, գյուղում ինչ բիզնես դինեն, մի հատ խանութ լավագն դեպքում, խանութի պարունակությունն էլ է հարցել, շաբաթը մեկ հազիվ թարմացնի կամ չէ, կամ հարկայինն են ուղարկելու, ասել են մի հատ գրի, մի բան գրի, կապ չունի, ենքան որ վատություն անում, էլի, թե չէ ինչ գյուղի խանութից ինչ պիտի բան անում, էլի, կամ չգիտեմ, նեղ են, կամ եթե հողի հետ կապված խնդիրները ստեղծեն, չլուծեն այդ խնդիրները, հարկեր, պարտավորություններ չի, այս բաներ են, այսինքն շատ մենք խոսակցական մասում չէ, մելեշ բան է, շատ մանր, շատ փոքր, փոքրոքության դրսևորումներ են, էլի այդ ամեն ինչ։ Ես չի էլի, որ եթե դու Պողոսին ես ընտրում, ես Մարտիրոսին եմ ընտրում, որ իրար հետ թշնաման անում, այս վատավանդույթն է ձևավորվել մեր մեջ։ Անարդ, եթե դու ուզում ես առաջնորդվես ոչ թե վարկածներով, ոչ թե կարծիքներով, այլ քո համոզումով, քո համոզումը ինչ եմ ես մտնեմ X, Y, չգիտեմ ինչ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագիրը, տեսնեմ որն ամենահոգի հարազատ ինձ, կամ որն ամենաիրատեսականը, ու գնամ իր հետևից, բայց հիմա այդպես բան չկա։ Մենք մի հետազոտություն էինք արել, ես ասում եմ 2013 թիվ կարծեմ, հա, ու այդ հետազոտությունը հրապարակվեց Լեհաստանի պետական համալսարանի քաղաքացիությունը միջազգային իրավունքի նվիրված ժուրնալ։ Աբրահամն եք այո, շատ ուրախ եմ, ուրախ եմ։ Միսը դիկուխնում է ու արի շփվենք արդեն։ Ուրեմն այս հետազոտությունը ինչ էր պարզել։ Մարդիկ ինչ սկզբունքներով են ընտրում տեխնացուն։ Տան որը սկզբունքն են ընկած քո գիտակցված ընտրության հիմքում։ Ուրեմն հարցվածների բացառապես 1.5% ասեց կուսակցության գաղափարախոսությունը կամ ծրագիրը։ Մենակ 1.5%։ Այո։ Այդ ցավը դա տխուր թիվ է, հիմա մեծ հաշվով, եթե ես վերջին ընտրությունների ընթացքում պայմանավորված ես այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձ թեմայով եւ այլն։ Եթե մարդկանց հետաքրքրությունը մի քիչ ավելացել է, որ տեսնեն, որ ուժի ինչ է առաջարկում կամ ինչպես է դիտարկում, էլի։ Օրինակ, պատերազմի անվտանգության, չգիտեմ ինչի հարցը, այդ ժամանակ այս 15 տարվա բանը, 13-14 տարվա։ Մեկը ասում էր, չգիտեմ, մեկի մորոքն է դուրս գալիս։ Անձնական հատկանիշները, ճանաչելիությունը, հեղինակությունը, չգիտեմ ինչի, իսկ այն հիմքը, որի հիման վրա պետք է այս երկիրը զարգանա։ Վերջում ինչա կուսակցություններն են, քաղաքական համակարգի այն կարևոր ինստիտուտները, որոնք մտնում են ընտրությունների մեջ, ընտրությունների միջոցով ձևավորվում է իշխանությունը։ Այսինքն այդ դեմոկրատական խաղ կոչեցյալը, դեմոկրատիա կոչեցյալը, ընտրությունների հիմքով է կազմվում։ Հիմա եթե ընտրությունը դու ինչպես պիտի կատարես, եթե պիտի խնամի ծանոթ բարեկամով լինի ու ոչ մի տակը բան չլինի, շատ հասարակ բան գյուղում ինչ պիտի փոխվի, ոչ մի բան չի փոխվի։ Այսինքն եթե մարդը ինքը միայն պիտի համակրանքով կամ հակակրանքով դատի, սրան սիրում եմ, սիրան չեն սիրում։ Օրինակ իր համայնքում ինչ պիտի փոխվի։ Պետք է պարզ բացատրել, այ օրինակ, օրինակ, հիմա այսքան գնում ենք գյուղեր, մարդկանց զգուշացնում ես այսպես կոչված միջանցքի մասին։ Ինքը չի կարողանում հասկանալ, մինչև իրեն պարզ չասես, գիտես ինչ։ Այս հիմա որ դու նստել ես ապրում ես, այս թեմայի շարունակության դեպքում քո կողքը գալու են ադրբեջանցիները ապրել։ Առաջի ռեակցիան լինելու է սուտա, չի կարա նման բան լինի, ինչու, որովհետև ինքը
Չի հավատալու, բայց այդ մարդիկ չէ որ տասնամյակներով աշխատում են դրա վրա, հատկապես այս պատերազմից հետո լուրջ խնդիր է դարձել։ Հիմա օրինակ Սոֆիկ տատին ասենք, տատի, դու համաձայն կլինես կողքդ գան ադրբեջանցիներ ապրեն։ Համաձայն չես լինի։ Ինչի՞։ Դե առաջադրենք, բայց մի դե ավելի թշնամի են դառնում, ինչ են արիցի։ Այն ժամանակ եթե տարիներ է տևած, ասենք 100 տարի, օրինակ, մինչև հասել են դրան ու արդեն սկսել կոտորել։ Հիմա արդեն շոտ է կազմակերպեն։ Ու թող ոչ մեկ չասի տենց չի լինելու, էլի 1980 վայրջան։ Ասենք շատ մեծ թվականակը գալու է, այդ թվականակը սպասարկող իրավապահներ եւ այլն ներդրվելու են ու դրա դեմ պայքարել արդեն հնարավոր չի լինելու։ Հիմի հնարավոր չի, իրանք փաստացի չեն գալի։ Այն դեպքում ո՞նց անելու հնարավոր։ 94 թվականի հրադադարը որ ստորագրվել է, դրանից հետո սկսվել են բանակցությունները։ Ճիշտ է։ Երկար ժամանակ բանակցություններ էին, որին մասնակցում էին Հայաստանն էլ, Արցախն էլ, Ադրբեջանն էլ։ Այդ բանակցությունների ժամանակ արդեն իրանք այդ հարցը դնում են։ Տեսեք 94 թվից բանակցությունների ժամանակ ուղղակի հարց էին դնում։ Դե պատկերացրեք մենք պատերազմից մի քանի տարի անց է ու մենք պատրաստվում ենք այդ հարցը հանենք։ Մենք մեր Արցախ տեղափոխվելու մեր բնակիչներին Արցախ տանելու հարցը մենք պատրաստվում ենք անենք։ Դա դաժե որպես պետություն, դաժե վիրավորական է, ասենք այդ պետական ինստիտուտը հիմա պետք է վիրավորական լինի։ Լավ դե։ Այդտենց։ Ես դու չեր հավատում։ Աշկերիդ չես հավատում։ Լամիչի։ Բա, գիտես։ Ես դե։ Կաչաչկուտում։ Հիս։ Դու ասա։ Բա, Ռոմանենց մոտ ենք եկել։ Աբրահամ Գասպարյանին, պատահաբար, ոչ իմ նախաձեռնությամբ։ Տեսնում եմ որտեղ կաճաճկուտ։ Ես Ռոմանին ասեցի, ասի, կարող է զանգես մենուային կա, բայց քեզ չասի։ Դրա հետ կապված այնա զանգեց, դու որ ասում էր, հա, կգամ տենց։ Ես կողքը լսում էի, նորմալ լսում էի։ Դու զանգել ես ասես Երևան, ես գյուղական եմ։ Դե հա բասուրճ է ուզում խմել, էլի հետդ։ Երևանում լինեի, ասի Երևանի կենտրոնում եմ։ Ուզում եմ սուրճ խմեմ հետդ, մտքով էի Երևանի կենտրոնում։ Ֆիզիկապես էստեղ էի ես։ Լսի, ես վերջի տեղը որ եղել եմ, Աքորիում եմ եղել։ Վերջի տեղը էդ է եղել, ստեղ չէի եկել։ Թայկաս պապը այն հնուց եկած ջահել ժամանակներից գյուղում ինչ պաշտոն ելել է, պաշտոն որ կոչվել է, ինքը զբաղացրել է։ Երևի հաշվապահ կամ հաշվետարից սկսած, հաշվապահ կամ հաշվետարից սկսել է, կոլխոզի նախագահ, սովխոզ կամ գյուղսովետի նախագահ, հետո գյուղապետ։ Դու ինչ երկրի հեռանկար ես տեսնում Հայաստանին, ինչ հեռանկար է Հայաստանից։ Դե գիտես ինչ, ես ասեմ ինչ, իմ հասկացողությամբ այս անկարգությունը, որ կա իրար հայհոյելով, իրար չհարգելով, ընդդիմությունն իր հերթին, իշխանությունն իր հերթին, դա մեր հայ ազգին կործանումը հենց դա է, դրսի թշնամին այդքան թշնամի չի, ինչքան մենք մեր մեջ։ Ես այդ հենց եմ գլխի լում։
շատը հայության ստեղը գյուղում է։ Քաղաքում մարդիկ մի պլաշատկի վրա մարդիկ իրեք չեն բարևում։ Ապրում են տասնյակ տարի, վերջ չեն ճանաչում իրենք ովքեր են։ Հասկանում եք, դրա համար ճիշտ ստեղը, մաքրությունը ստեղը մենք վայելում ենք այդ բանը։ Շնորհակալություն ձեզ, որ դուք կաք, որ դուք ստեղ ապրում եք, ու դուք այդքան լավն եք ձեր համար։ Մենք շնորհակալ այսօր ուրախում շահով։ Ճիշտ է, կանաչ վիթխարի ուզենում տակ, իրենց հասակի կարգով ծալպատակ, միասին նստած, բազմած ժամ կազմած, քեֆ լինանում եւ ուրախանում մեր հսկա պապերն ու մեր հայրերը։ Եվ զվարթաձայն մեր երգը լռեց, մռայլ թամադել տեղերն ոլորեց, նրա հետ վերցրին լիք բաժակները բոլոր մեծերը, մեզ օրնեցին։ Մեծ ցավ եմ ապրում, որ դպրոցն է փակվելու։ Ես ամենևին կողմ չեմ նրան, որ դպրոցը որպես սոցիալական միջոց նկատենք, որ դե 20 աշակերտ 20 ուսուցիչ աշխատի։ Ես դեմ եմ նրան, որ ինքը ունի պոտենցիալ գյուղատնտեսության զարգացման, պետությունը գյուղնախարարությունն է փակում, մշակույթի նախարարությունն է փակում, ես փակելը շատ հեշտ է, դրա վերաբացումը, ինչպես 19 թվին եղավ Ալավերդու հսկա պղանձաձուլարանի փակումը, չկա աշակերտ, չկա, այսինքն ով որ ունի, ասենք, լավ աշխատանք, լավ հնարավորություն իրանց երեխաներին Երևանում կամ այլ պետությունում, այսինքն դատարկ ինչ անեն 300,000 թիվ նահանջում անընդհատ։ Բերեն ստեղ բնակիչներին։ Դրա համար պետքա շատ կոնկրետ քայլեր, փոփոխություններ լինեն եւ չփակվի դպրոցը ու միջոցներ ձեռնարկվի, որպեսզի ունենք գյուղում մեծ թիվ են կազմում ընտանիք չկազմած տղաները, երիտասարդները, որի պատճառը միայն սոցիալական է։ Մարդիկ սոցիալական պատճառով եւս ընտանիք չեն ձևավորվում։ Պետք է պետությունը աճակից լինի, սատար կանգնի եւ գյուղերը չդատարկվեն։ Ամենամեծ հնարավորությունը քաղաքակիրթ ընտրությունների միջոցով ցանկությունները, երազանքները իրականացնելու ուղղված ընտրությունների միջոցով կամքը արտահայտել։ Կա տրամադրվածություն ընդհանուր այս խնդիրների մասին, որ խոսում ենք, լուրջ ծանրակշիռ խնդիրներ, այսինքն անասնապահության մասին են խոսում, գյուղատնտեսության մասին, կրթության մասին, հաստատ ոչ մի բան չկա։ Կան ընդամենը խոսքեր, կան խոստումներ թղթի վրա, կամ բարձրագոչ ինչ-որ հայտարարություններ, Խոստումներ, ու կիլոմետրերով ասֆալտի խոստումներ։ Հիմա այս ամբողջին վերջ տալու կամ լուծում տալու կամք ունի գյուղը ի վերջո, գոնե նվազագույնը այս ընտրություններին մասնակցել։ Կոպիտ ասած նեղ շրջանակներում բողոքելու փոխարեն ռեալ շանս ունենք, շատ լավ հնարավորություն ունենք ընտրության միջոցով մեր ներդրումը ունենանք այդ կառավարմանը այս ներկա իրավիճակին ոչ ասելու գործում էլի։ Ես կուզեի մարդը ինքը իր միջավայրը մի հատ մոնիտորինգ աներ։ Պայմանական ինչ ուներ, ինչ էր լսում մի ցիկլ առաջ, այսինքն մի փուլ առաջ, ինչ էր լսում, լսել է այս բաները հաստատ հիշում է։ Ինչ ունի այսօր, ինչի հաշվին ունի այդ ամեն ինչը։ Ու եթե այդ ամեն ինչը իր համար ընդունելի է, գնա ասի հա լավ է որ սենց է։ Իսկ եթե դա իր համար ընդունելի չի, առավել եւս, գնա ու ասի որ սա իմ համար ընդունելի չի։ Ու ինձ ավելին է պետք։ Իր պահանջը, այդ իր այն 15 րոպեանոց մասնակցությունով ընտրություններին, իր պահանջը դրանով դնի։ Որ ամսի 8-ից հետո այն 4 տարվա ընթացքում անընդհատ այն մեր ասած հայելու առաջին չկանի ասի անընդհատ ինքն իրանից չբողոքի էլի։ Տարիքով ավելի փոքր երիտասարդներին կուզենամ կոչ անեմ, որ քաղաքականությամբ զբաղվելը ամոթ չի։
կներեք արտահայտությանս համար Զապատնոչի քաղաքականությամբ հետաքրքրվելը անհրաժեշտություն է, կենսական անհրաժեշտություն է։ Ես դա ուշ եմ հասկացել։ Մի քանի օր առաջ Ռոմանի հետ խոսում ենք, ինքը ասում էր, որ դպրոցական տարիքում միշտ ազգային ժողովի հանդիպումները միացնում էր ու նայում էր, ես երբեք չեմ հետաքրքրվել, երբեք, ինձ համար դա շատ ձանձրալի է, երբեք չեմ հետաքրքրվել, ինձ կողքից ասողել չի եղել, որ պետք է։ Ծանոթացի։ Հա, ծանոթացի, որովհետև վաղը այդ ազգային ժողովում ներկայացուցիչին դու ես ընտրելու, դու հնարավորություն ես ունենալու ընտրելու։ Ես կուզենամ, որ այս տարիքից երեխեքը հետաքրքրվեն քաղաքականությամբ, հետաքրքրվեն ազգային ժողովով, հետաքրքրեն ընտրություններով, որովհետև այն ինչ որ մենք հիմա ուզում ենք անենք, մենք ձեր համար ենք անում ու հետո այդ նույնը դուք անելու եք ձեր համար ու ձեր սերունդների համար։ Համ ճանապարհները սարքվի, համ ասենք տրանսպորտ կապ չունեք գյուղում, շատ երեխա կա, քիչ երեխա կա, պետք է այդ ճանապարհները ոնց քաղաք է օրինակ, կես ժամ մեկ օրինակ տրանսպորտ կա, գյուղի համար կան օրինակ կես ժամ, 1 ժամը մեկ լինի, այնքանով որ ժողովրդին հարմար լինի, որ ժողովուրդը չմտածի, որ այսօր հաց է կառնելու, ոնց անենք, որ օրինակ կամ շուտ գնանք առնենք, կամ սպասենք մի օրը գա, որ նոր գնանք քաղաքից հաց առնենք, ասենք։ Այդ հարցը պետք է լուծվի, որ ասենք, եսի հիմա միկվա ասենք մեծ խնդիրները դրանք են, էլի ճանապարհները, այնտեղ դպրոցները պետք է որ կապ չունի այդտեղ դպրոցում սովորում են, շատ մարդ է սովորում, քիչ մարդ է սովորում, պետք է դպրոցները վերանորոգվեն, որ երեխաներն գան հաճույքով սովորեն, ոչ թե գան սպասեն թե օրինակ 45 րոպենաց գնա, որ գնան իրանց տուն։ Գևորգը հիմա 11-ա փոխվում, բոլոր բնագիտական առարկաները բարձր գնահատականներ են, 9+, իսկ հումանիտարները սրանց զուգահեռ 10-ով է փակվում։ Հա, այն էլ շատ բարդ դպրոցում եւ շատ որակյալ կրթական համակարգ ունեցող դպրոցում։ Եվ դու ինչ խորհուրդ կտաս օրինական այդ տարիքում եղել ես։ Ես բոլոր ոլորտներում եմ փորձել եմ ինձ եւ ֆիզիկա, մաթեմատիկական եւ տնտեսագիտական եւ հումանիտար եւ քիմիական ու հասկացել եմ, որ ոչ միայն բանն է, այսինքն ուզելով է, այլև ընդունակությունով է, օրինակ տնտեսագիտական ինձ տրված չի, օրինակ այդ առարկաները շատ լավ իմանալ, վերջում հասկացա նրան, որ բնագիտական առարկաները շատ հեշտ են տրվում ու այսինքն ամեն համդուրեր ինձ գալիս բազմաթիվ այսինքն տարբեր բնագիտական առարկաներից խնդիրներ լուծելու նաև տեսական նյութը շատ հաճույքով էի սովորում։ Դու քո ապագան գյուղում տեսնում ես ու ինչ երազանք ունես։ Չէ երևի, որովհետև գյուղում այդքան գիտելիք չեն տալի, ինչքան ասենք այլ երկրում կամ կոնկրետ Երևանում, ավելի շատ կուզեի քաղաքում գիտելիք ստանայի, կրթություն ստանայի։ Նպատակդ ո՞րն է, մեծագույն նպատակդ։ Չկորցնել շրջապատս կամ էլ նեն շրջապատ ձեռք բերեմ, որ լինեն խելացի մարդիկ ու նենց մարդիկ, որոնք որ կարան ինձ ինչ-որ ավելի ինֆորմացիա տան։ Շատ հաճելի է, որ շատ հաճելի սկսեցին, շատ հավես է, շատ տրամադրող է։ Տնեցիկ շատ հյուրընկալ էին Սոֆիկ տատիկը։ Կերիս անգլա, երեխեքը, ուզիսավ շատները, իմ հորդորն է պազապես, աղաքի շպուսյալ այցելել ջրել, իրական Հայաստանից է։ Կդ հանգստանանք, վաղ արդեն մեկ համատարադրնենք Երևան, այնպես որ կհանդիպենք արդեն մեր հաջորդ կանգառում լինելի է ավելի շատ Նախիջևանի սահմանին մեջ, որ գյուղում, որ համայնքում, կայում այնպես որ ինձ եք և բարի գիշեր։